խոսեցիք այդ անհանրականության դրական եւ բացասական կողմերից։ Ուզում եմ այդ հասկանալ, եթե ընտանիք կա, ամեն մի անդամ ներկայացնում է, չէ՞, ընտանիքը։ Ու լինում են ընտանիքներ, որ այդ անդամներից մեկը ոչ բարոյներով ամոթ է թողում այդ ընտանիքի ինչ-որ տեղ։ Ինչ-որ առարկով գցում է, չէ՞, այդ ընտանիքի անունը։ Իսկ եթե ընտանիքի հայրը իր առնականությունը չցուցաբերի է, երեխան մտածի լավ մեծ է, կանա ասում անձի, չընդունում։ Ու իմ անչաբերել է դեպքեր, որպես պատահել է, որ երեխան պրոստը չի ընդունում, ու դրա հարացը նորից է կրկնել։ Այս դեպքում, եթե մենք ընդունենք այն ֆակտերը, որ բացասական առնականությունը եւ երեխան չդաստիարակենք, թեկուզ խփելով, այսինքն կստացվի, որ մեր ընտանիքի անունը գցում ենք, առնականությունը բացասական տեղում դասելով։ Մեկ էլ երկրորդ հարցս էլի, եթե խոսացիք այդ գենդերային հավասարություններից, եթե պետերը պսակում էր բողոքում աղջիկ եւ տղան, ասում ես դերեմ աղջիկը հնազանդել։ Այսինքն ամեն ինչ չէ, որ մեզ Աստված փորձել է բացատրի, խոսքեր կան, որոնցից պետք է եզրակացություն արվի։ Շնորհակալ շատ հարցի համար, ես վերջից կամ առաջին հարցին Սիրանուշին կխնդրեմ արձագանքի։ Հայաստանում կրոնի ազատություն կա, եթե մարդիկ ընտրում են ամուսնանալ եկեղեցում ձեր նշած միջոցով եւ ամբողջապես համաձայն են կրոնի հետ, ապա իրենց անձնական որոշումն է, եթե իրենք տեր են կամ հնազանդ են, այդ մասով մենք բնականաբար ոչինչ չենք ասել։ Համաձայն լինել չլինելու հետ կապված չի, ուղղակի որոշ մարդիկ կարող են համաձայնել, որոշները ոչ, բայց մի քիչ դուրս է երևի հետազոտության շրջանակից չեմ կարողանա Հայաստանում արվում քարոզը ինչ-որ մի անդրանի։ Մենք ոչ մի քարոզ չենք արել հետազոտություն ասանք։ Հետազոտություն շողում, հետազոտությունից մարդիկ օրինակ են վերցնում, օրինակ չեն վերցնում, սա պարզապես գենդերային հավասարությունը, Հայաստանում քրիստոնյա ազգի մեր գերացած գենդերային հավասարությունը այդ մարդու մեջ հարց է առաջանում։ Բացի այդ ասում դերեմ աղջիկը հնազանդել։ Այդ հարցին իրականում լավ հարց եք տալիս, հենց նպատակը է դա, որ մարդիկ այս հարցերը տան եւ նաեւ այս ռեսուրսների միջոցով պատասխաններ գտնեն։ Եթե դուք այդ հարցը ձեզ տալիս եք եւ օրինակ համաձայն եք այդ արտահայտության հետ, շատ լավ։